Առաջին հերթին իրավիճակը ամիս ամիս Նախասենք նվազել է։ Այո, մեր մոտ արհեստաշրջանառության այս պահին, արտահանում ասեմ, արտահանում գրեթե 2 անգամ պակաս է, քան 2024 թվականին, այսինքն 2024 թվականին մեր արտահանումը կազմել է 13.1 միլիարդ դոլար, այս տարի ակնկալվում է, որ փակել ենք մոտավորապես 7 միլիարդով, այսինքն 2 անգամ անկում, եւ առաջին հարցին ուր է էլ ապրանքային ուր ենք, ինչու տնտեսությունը չի անկում կատարել դրանից, ինչու ասեմ, որ օրեցօր իրավիճակը փոփոխվում է, մեր օրեցօր մեր արտահանում եւ արտաշրջանառություն անկում է ապրում, այստեղ երկու պատճառ կլինի, առաջինը, որ նախագահները զբաղված մարդիկ են եւ կարող է չհասցրաձեկուցել վերջին թվերը եւ իրանք հիմնվում են, ասենք 24 թվականի փակված տվյալների, որը արդեն հին է, եւ երկրորդը այն էլ, որ այստեղ թվերի շահարկում կա, որովհետեւ հենց որ հասկանալ է, որ վերաարտահանում ունենք, հենց որ վերաարտահանումը, այսպես ասած, չէր երևում կամ մեզ օգուտ էր դրա վրա ուշադրություն չդարձնենք, մենք դրա վրա չէինք ուշադրություն դարձնում, այս պահին որ վերաարտահանումը հստակ երևում է, մենք դա շահարկում ենք։ Այսինքն այդ երկու պատճառ կա։ Իրականությունը այն է, որ տեսեք Հայաստանի Հանրապետության, եթե արտահանման ցուցանիշների մասին ենք խոսում, 21 թվականին մինչև ռուս-ուկրաինական պատերազմը մեր արտահանումը ընդհանուր 3 միլիարդ էր, 25 թվականին 5.4 միլիարդ, 22 թվականին 5.4 միլիարդ, 23 թվականին 8.5 միլիարդ, 24 թվականին արդեն 13.1 միլիարդ, այսինքն 4 կարճ տարիների ընթացքում 4.5 անգամ աճ արտահանման ու առաջին տեսանկյունից գերազանց արդյունք է, սուր ենք շարժվում, էլի, բայց իրականությունն այն է, որ 24 թվականի արտահանման 75%-ը եղել է վերաարտահանում, պաշտոնապես դա չի գրանցվել, 4%-ն ընդամենը գրանցվել վերաարտահանում, բայց եթե 13.1 միլիարդից հանենք 75%, կոնկրետ ինչ որ երկրից եկել գնացել, 75%-ը տանկը մնալու է 3.6 միլիարդ։